Բարև ձեզ։ Խորհրդարանի ընտրությունից 3 օր անց շարունակվում է քննարկվել հարցը, թե ինչ պետք է անի ընդդիմությունը այն արդյունքի պարագայում, որ հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ որի այսպես ասած հիման վրա Փաշինյանը հայտարարել է միանձնյա կառավարություն ձևավորելու եւ հաղթելու մասին։ Ինչպես հայտնի է, արդեն իրականացվում է վերահաշվարկ ընդդիմադիր մի քանի ուժերի պահանջով եւ վերահաշվարկի գործընթացը առաջին իսկ օրերից հստակ ի ցույց է դնում, թե ինչ մասշտաբի անճշտություններ կան իրական քվեարկության եւ արձանագրված պատկերի միջեւ։ Ինչպիսին կլինի ընդհանուր արդյունքը, պարզ կդառնա հունիսի 14-ին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի վերջնական ամփոփ տվյալը համաձայն օրենքի։ Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, ինչպես հայտնի է, որ նրանք իրենց որոշումը եւ իրենց դիրքորոշումը հետագա անելիքը կներկայացնեն այդ ամբողջական վերջնական արդյունքից հետո։ Անշուշտ ընդդիմության անելիքի վերաբերյալ քննարկումները շատ կարևոր են, բայց այստեղ մի բան նկատենք, որ գրեթե 3 օր բացարձակապես չկա քննարկում այն մասին, թե ինչ է անելու իշխանությունը։ Թվում է, թե այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է, իշխանությունը հաղթել է եւ իբրև հաղթող տնօրինելու է իրավիճակը։ Սակայն սա կարծես թե ավելի շուտ առերևույթ պատկեր է, այն պատկերն է, որ ներկայացրել է հենց ինքը իշխանությունը, բայց որը գոյություն չունի իրականում։ Համենայն դեպս, եթե օրինակ հասարակությունն ինքն էլ մեղմ ասած կասկածում է, թե իրական պատկերն այն է, ինչ ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա առավել եւս պետք է իրավիճակի գնահատումն ու չափումը տեղի ունենա ոչ թե իշխանության հաղթանակի, այլ հակառակի տրամաբանությամբ եւ ելակետով։ Եվ ըստ այդմ շատ ավելի կարևոր է դառնում հարցը, թե ինչ է անելու դե յուրե հաղթած, բայց դե ֆակտո մեղմ ասած ոչ այնքան հաղթած իշխանությունը։ Հայաստանի համար սա է, որ ստեղծում է չափազանց բախտորոշ մի իրավիճակ, հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական միջավայրը, որում գտնվում է Հայաստանը արդեն շատ երկար ժամանակ եւ որի բերումով այս նախընտրական գործընթացում աննախադեպ էր արտաքին ուժային կենտրոնների ներգրավվածությունը, բառի թե բուն, ուղղակի, ուղիղ եւ թե պատկերավոր իմաստով։ Եվ եթե հանրագումարի ենք բերում այս ամենը, աշխարհաքաղաքական այդ աննախադեպ ներգրավվածությունն ու ակնկալիքների գրեթե բացահայտ արտահայտումը, նախընտրական իրական եւ դե յուրե պատկերների մեղմ ասած տարբերությունը, ապա կարծես թե նկատելի է դառնում ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաղթանակ կամ ընտրական հաղթանակ, այլ նկատելի է դառնում, որ հունիսի 7-ը վերածվել է նրա քաղաքական դատավճռի։ Եվ գուցե հենց այդ ներքին զգացումն էր, եթե ոչ անմիջական իրազեկվածությունը, որ հաղթանակի մասին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը անում էին մեղմ ասած հաղթողներին ոչ բնորոշ դեմքի արտահայտությամբ, որովհետեւ ինչպես առիթ եմ ունեցել ասելու, անգամ հոգնած, բայց իրապես հաղթած դեմքը ունենում է բերկրանքի երանգ։ Մինչդեռ հունիսի 7-ի գիշերը կամ արդեն 8-ի կեսգիշերին այդ բերկրանքը բացակայում էր իշխանական թիմի դեմքից։ Բայց այստեղ միայն դա չէ չափանիշը կամ գնահատման դատողությունների ելակետը։ Հարցն այն է, որ այդ աննախադեպ արտաքին ներգրավվածությունը բնականաբար ուներ իր քաղաքական գինը։ Եվ այդ գնի մասին շատերը խոսել են շատ բաց եւ ներկայացրել են դրա տրամաբանությունը։ Հայաստանից ակնկալվելու են արագ քայլեր Ադրբեջանի հետ համաձայնության ուղղությամբ, որpիսի որքան հնարավոր է արագ ձևավորվի միջին միջանցքը առնվազն որպես ողնաշար եւ հետեւաբար Կովկասում նոր ստատուս քվոյի նախագիծ, որն արդեն աշխարհաքաղաքական այդ կենտրոնների համար Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Թուրքիա կբերի ռազմավարական նոր դիրքերի Կովկասում, այդ թվում նաև իրենց մրցակից ուժերի Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի նկատմամբ առավելության իմաստով։ Իհարկե Թուրքիայի պարագայում այստեղ մի քիչ այլ են տարբերակները եւ երանգները, նույնը նաեւ Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի պարագայում, բայց կա ընդհանուր որոշակի տրամաբանություն եւ այդ տրամաբանության շուրջ թեպետ իրենք մրցակցում են միմյանց հետ, իրենց ներսում հարաբերությունները մեղմ ասած պարզ չեն
բայց շատ պարզ են նրանց ակնկալիքները Հայաստանից, եւ Հայաստանը հայտնվելու է այդ ակնկալիքների ավելի սեղմվող ճնշման ներքո, եւ հայտնվելու է մի իրավիճակում, երբ իշխանությունը ունի ֆորմալ իմաստով միանձնյա իշխանության կարգավիճակ, բայց դե ֆակտո չունի անգամ պարզ մեծամասնություն։ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է վաստակել 49% ձայն, կիրառելով ամիսներ շարունակ, կիրառելով իր մրցակիցների հանդեպ իրավական գործիքակազմը, վարչական ռեսուրսը, իշխանությունից բխող այլ լծակներ, եւ այդ կիրառումը մեղմ ասած առնչություն չի ունեցել օրինականության, իրավաչափության, ժողովրդավարականության հետ։ Հաղթահարելով այս շեմերը, այսինքն գործելով օրինականությունից այն կողմ, իրավաչափությունից այն կողմ, ժողովրդավարության նշաձողերից այն կողմ, Հայաստանի իշխանությունը բնականաբար առավել բարձրացրել է իր հանդեպ քաղաքական ակնկալիքների գինը, այն գինը, որը հենց ինքը վճարելու է։ Եվ այդ ամենով հանդերձ այդ ռեսուրսների գերազանցությամբ, միջոցների առաջ խտրություն չդնելու այդ հանձնառությամբ հանդերձ, դե ֆակտո Նիկոլ Փաշինյանը ստացել է 49% ձայն, բայց նրանից պահանջելու են դե յուրե տրամաբանությամբ, այսինքն այն միանձնյա իշխանության, որի մասին նա հայտարարել է։ Եվ սա է, որ նրա առերևույթ հաղթանակը վերածում է քաղաքական դատավճռի, որովհետև եթե նա չունի դե ֆակտո այնպիսի աջակցություն, ինչպես արձանագրվում է դե յուրե, ապա հասկանալի է, որ նա մնալու է դե յուրե կարգավիճակից բխող պարտավորությունների տակ։ Եվ այստեղ գլխավոր խնդիրը դառնում է այն, որպեսզի Հայաստանը չմնա այդ ամենի տակ, որպեսզի Հայաստանը չմնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության փլատակների տակ, որովհետև այդ իշխանությունը լրջորեն երերացել է եւ այլևս ունի այնպիսի վթարային բնույթ, որ հնարավոր չէ վերականգնել։ Այդ իշխանությունը պետք է քանդվի։ Եվ սա ժամանակի հարց է։ Ըստ այդմ անելիքները հասարակական քաղաքական դաշտում պետք է չափվեն հենց այս տրամաբանությամբ, ինչպես գործել ոսկերչական ճշգրտությամբ, որպիսի երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը կքանդվի որպես այդպիսին, Հայաստանը չմնա այդ իշխանության ավերակների տակ։ Սա չափազանց բարդ եւ պատասխանատու հարց է, որը կրկնեմ արդեն գտնվում է հասարակության ընդդիմության եւ հասարակական քաղաքական ակտիվ խմբերի դաշտում, բայց չափազանց կարևոր է նաեւ, որպեսզի այս հարցին վերաբերմունքը լինի հենց լայն աշխարհաքաղաքական դաշտով իրավիճակը չափելու հայեցողությամբ, լայնախոհությամբ, որովհետև եթե այս իրավիճակը, որ զգալիորեն պայմանավորված է լինելու հենց աշխարհաքաղաքական միջավայրով, մենք չափենք պարզապես մեր ներքին մղումներով, մեր ներքին միջավայրի սուբյեկտիվ իրավիճակային տրամաբանությամբ, ապա այստեղ շատ մեծ է սխալվելու, վրիպելու հավանականությունը։ Հետևաբար կրկնեմ, հունիսի 7-ը գործնականում Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական դատավճիռ էր, ոչ միայն նրա, այլ նաև նրա իշխանության համար։ Նա բաց թողեց չափազանց վտանգավոր շղթայից դուրս գալու պատմական հնարավորություն։ Խորհրդարանի ընտրությունը նրա համար այդ հնարավորությունն էր, եւ ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ եթե առաջնորդվենք ողջախոհության կանխավարկածով, ապա այն իրավիճակում, որում գտնվում էր Նիկոլ Փաշինյանը, հենց արտաքին բեռի իմաստով եւ մարտահրավերների իմաստով, նրա համար լավագույն տարբերակը հասարակության քվեի հնարավորությունը օգտագործելով այդ բեռից ազատվելն էր եւ ընդ որում այդպիսով նաեւ Հայաստանը այդ բեռից ազատելը։ Բայց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բաց թողեց պատմական հնարավորություն։ Եվ այս իմաստով կրկնեմ, հիմա խնդիրը այն է, որ Հայաստանը չմնա նրա քաղաքական իշխանության թերևս անխուսափելի փլատակների ներքո։ Կլինի դա 1 տարի հետո, կլինի դա 3 տարի հետո, կլինի դա մի քանի ամիս հետո։ Սա արդեն կախված է լինելու ամենատարբեր ոչ միայն ներքին, այլ առավելապես արտաքին հանգամանքներից։ Արտաքին դաշտում ծավալվում են էական փոփոխություններ։ Եվ մենք դա տեսնում ենք Իրանի շուրջ զարգացումներում, մենք դա տեսնում ենք ուկրաինական ուղղությամբ զարգացումների նոր երանգներում։
Եվ սա անխուսափելի ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա։ Ըստ այդմ, պետք է անել առավելագույնը և չափել ոսկերչական ճշգրտությամբ, որպեսզի Հայաստանը չմնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության փլատակների տակ։ Սա է լինելու առաջիկա խնդիրը հասարակական քաղաքական միջավայրում ընդդիմության համար և հասարակական ակտիվ խմբերի համար, բայց կրկնեմ, չափազանց կարևոր է, որպեսզի այս խնդրի և լուծումների չափումը տեղի ունենա հենց լայն միջազգային մասշտաբի դիտարկումով, այլ ոչ թե արտաքին միջավայրով հասունացող մարտահրավերները մենք փորձենք չափել և դրանցից բխող ռիսկերը գնահատենք ընդամենը ներքին միջավայրի սահմաններում։ Դա կարող է բերել եզրակացությունների և լուծումների մշակման այնպիսի անճշտությունների, ինչպիսիք օրինակ այն անճշտություններն են, որ արտահայտվում են վերահաշվարկի ընթացքում իրական քվեարկության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած պատկերի միջև։